Արսեն Թորոսյանին քանի հիշել ենք արցախցիների հանրահավաքի մասին, նա գրառմամբ էր հանդես եկել, մասնավորապես նշելով, որ սա Ղարաբաղի հարցը շահարկելով իշխանություն պահելու երկարամյա գծի մեջ է, շարունակություն է որպես։ Այսինքն ինքը դա նկատի ունի Ալեն Սիմոնյանի եւ Պապիկյանի նռներով նկարները, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմը պետք է վերջանա ադրբեջանական 1-2 շրջան գրավելով, թե որ Ադրբեջանը պետք է փոխզիջում չլինի, թե Արցախ Հայաստանը եւ այլ, թե փոքրիկ հաղթական պատերազմը Տավուշում, որը ըստ ձեր լրագրողի հետ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, իր այդ հարցազրույցի ժամանակ, որ դա պլանավորվել է իրականացրել է անձամբ վարչապետ, դա նկատի ունի Արցախի հարցը 88 թվականից հայկական օրակարգի ամենակարևոր հարցն է եւ բնականաբար չես կարող գնաս ընտրությունների առանց կարևորագույն օրակարգային հարցին անդրադառնալու բայց եթե ինքը նկատի ունի ամսի 29-ի հանրահավաքը դա նկատի ունի այսքան հնարավոր մաքսիմալ կոռեկտ հանրահավաք էր մարդիկ խոսում էին իրենց սոցիալ-կենցաղային խնդիրների մասին որտեղ կառավարության կողմից մշակած ծրագրերը միտումնավոր թե ոչ կոմպետենտության հետևանքով ձախողված են